Բարոն Վարդանյանը, ինչ է սպասել այսօր, ինչ պատկեր ենք ունենալու մենք վեհարանում։ Այս պահին կդժվարանամ պատասխանել անկեղծ ասած, բայց միանշանակ է կարծում եմ, որ մենք լինելով առաջին քրիստոնյա ազգը, պետք է ունենանք որոշակի արժեքներ, սկզբունքներ, որոնք անսասան են։ Դրանց մեջ համախմբվածությունը, համերաշխությունը, սթափությունը եւ իհարկե կարմիր գծերի հստակ պատկերացումը։ Այստեղ կարմիր գծերից մեկն է։ Կարծում եմ բոլորը դա գիտակցում են։ Իսկ ովքեր որ չեն գիտակցում, հուսանք, որ կկարողանան այդ ներքին ուժը գտնել եւ սթափվել անկեղծորեն։ 10 եպիսկոպոսները, կարգալույծ քահանաները, նաև այս իշխանությունը արդյոք այդ կարմիր գծերը արդեն չեն անցել։ Ես կարծում եմ անցել են, բայց մյուս կողմից իհարկե նաև հենց Մայրաթոռը հայտարարություն տարածել էր զղջալու հնարավորության վերաբերյալ, որը կարծում եմ նաև հենց մեր կրոնի, քրիստոնեության, մեր արժե համակարգի տեսանկյունից առավել քան տեղին է։ Արդյոք հետամուտ կլինեն, թե ոչ, արդյոք կօգտվեն այդ հնարավորությունից, այդ իրավունքից, թե ոչ, իհարկե, դա բացառապես իրենք կարող են պատասխանել, բայց ես նաև ունեմ այն համոզմունքը, որի մասին նաև հրապարակավել արտահայտվել էի, որ իրենց գործողությունները պետք է ունենան նաև հետևանքներ։ Բոլոր դեպքերում, եթե կան որոշակի կանոններ, իսկ դրանք կան ցանկացած իրավահարաբերության մեջ, դրանք կան նաև նույնիսկ եկեղեցական կանոնների տեսանկյունից։ Իսկ այն, որ իրենց վարքականոնը պետք է ենթադրի հետևանք հենց ելնելով այդ կանոններից, կարծում եմ ակնհայտ է։ Իսկապես ես դա նաև ցանկանում եմ ինչ-որտեղ։ Քանի որ երբ այսպես ասած պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը ցանկացած ոլորտում չի գործում, դա եւս դրական հանգամանք չէ։ Բախումներ սպասում եք այսօր, որ լինեն, թե բացառում եք։ Բացառել իհարկե չեմ կարող, բայց մեծ հույս ունեմ, որ դա եւս մի կարմիր գիծ է, որ կհարգվի։ Չեմ կարծում, որ մենք լինելով առաջին քրիստոնյա ազգ նման նույնիսկ նախադասություն պետք է պատկերացնենք, առավել եւս գտնվելով Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում։ Հավանաբար Սամվել Կարապետյանը հետևում է, կալանավայրից հետևում է այսօր այս իրադարձություններին, ինչ գնահատական ունի նա, ինչ ուղերձով կդիմի ժողովրդին, արդյոք սպասի ժողովուրդը իր ուղերձին։ Բազմիցս այս ժամանակահատվածում Սամվել Կարապետյանը իր դիրքորոշումները ներկայացրել է։ Եվ ի վերջո եկեք չմոռանանք հենց պարզապես այս հատվածում կանգնած լինելով հենց այսպես մեկ հարցի պատասխանելու շրջանակներում, ասելով, որ մեր ձևով կմասնակցի եկեղեցու պաշտպանությանը, այդ նախադասության համար մինչ օրս կալանավորված է։ Այսինքն իր վերաբերմունքը Մայրաթոռի նկատմամբ, մեր արժե համակարգի նկատմամբ առավել քան հստակ է։ Այս պայդրությամբ երևի թե այսքանը կասեմ։